Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Ջավախքից, Նինոց Մինդայից, Անդրանիկ Կարսլյանը, ով շատ ակտիվ հասարակական գործիչ է եւ ինչպես ես հիմա հետևում եմ պարոն Կարսլյանի էջին, ինքը շատ ակտիվ նաեւ ներգրավված է Հայաստանում ներքաղաքական գործընթացների մեջ, այսինքն որպես հայ մարդ փորձում է օգտակար լինել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այսինքն ընտրությունների ժամանակ փորձում է օգտակար լինել։ Բարձր պարոն Կարսլյան։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ։ Շատ շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Պարոն Կարսլյան, մի քանի կարևոր հարց ունենք մենք այսօր ձեզ հետ քննարկելու։ Միանգամից թվարկեմ մեր քննարկելիք հարցերը, հետո արդեն հերթով անցնենք այդ հարցերին։ Նախ համացանցում շատ է խոսվում այն մասին, որ Ախալքալաքում, Նինոց Մինդայում, նաև ինչու՞ չէ Ախալցխայում, նաև շրջանում, գյուղերում փորձում են մարդկանց ձայները գնել, մարդկանց տանել ցույցերի, որպեսզի մարդիկ մասնակցեն ընտրություններին, բնականաբար ոչ բոլորը ունեն Հայաստանի քաղաքացիություն, բայց կան շատերը, ովքեր որ ունեն, դա էլ գաղտնիք չէ, կարծում եմ։ Այս հարցն ենք միասին քննարկելու, դրանից բացի որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան, թե ինչ է Կարս Ախալքալակ երկաթգիծը, որին որ փաստացի հիմա միանում է նաև Հայաստանը, ինչպես գիտեք, արդեն Թուրքիան թույլատրեց բեռներ տեղափոխել Կարս Ախալքալակով Հայաստանի համար, ինչ է դա, ինչ երկաթգիծ է, ես բնականաբար գիտեմ, բայց ուզում եմ որ դուք այս հարցի շուրջ խոսեք, քանի որ երկաթգիծը իր մեծ այդ երկարությամբ ընկած է նաև Նինոց Մինդայով եւ գնում է Ախալքալակ եւ մնացածն էլ կքննարկենք Ռուսաստանից եկող սպառնալիքները եւ Հայաստանում վերջին իրադարձությունները Մարկո Ռուբիոյի այցը հատկապես սկսենք երևի Ջավախքից, քանի որ ամենաակտուալ հարցերից մեկն է, ինչ է կատարվում Ջավախքում, արդյոք կա նման ակտիվություն։ Բարի ողջույն եք, ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ միշտ հետաքրքրել է եւ ես միշտ ուզեցել եմ այս մասին խոսել բարձրաձայն, շնորհակալություն ձեր հայտնի բանցին, որ ներկայացրեցիք ինձ որպես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալում, այո, որովհետեւ ինքս գիտակցում եմ այս պահի կարևորությունը եւ խորապես համոզված եմ, որ իմ համոզմունքների մեջ խորապես համոզված եմ, որ սա միակ եւ անկրկնելի ճանապարհն ու քաղաքական վեկտորն է, ինչը այսօր մեզ թույլ է տալիս մտածել մեր երկրի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը եւ խաղաղության մասին այս թեզը եւ փաստացի արդեն մենք տեսնում ենք խաղաղության պտուղները, մենք չենք կարող որպես ազգ չլինել սատար այդ ամենին։ Ինչ վերաբերվում է Ջավախքում տիրող իրավիճակին, ես ինքս կարող եմ ասել, որ որպես Ջավախքում ծնված մեծացած եւ մինչեւ որս սետ կապ ունեցող մարդ Ջավախքի հետ, ես կարող եմ իմ կարծիքն ասել այնտեղ, որ Ջավախքում ավելի թե շատ կփորձեն ժողովրդին ազդել այն մարդկանցով, ովքեր հիմա իրանց հանապազօրյա հաստ են աշխատում Ռուսաստանում, այսինքն մարդիկ գնացել են արտագնա աշխատանքների եւ այնտեղ աշխատում են ինչ-որ միտեղ, ինչ-որ մարդկանց մոտ։ Ինձ թվում է, որ այդ ամբողջը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից ազդեցությունը դեպի Ջավախք, մենք բոլորս գիտենք, որ Ջավախքում ավելի շատ արտագնա աշխատողներն են, իսկ ինչ վերաբերվում է գումար բաժանելուն, ես այդպիսի ինֆորմացիա չունեմ եւ իմ հարազատների բարեկամները եւս այդպիսի բաներ չեն ասում, ինձ չի թվում, որ գոյություն ունի 21-րդ դարում Ջավախցի, ով չի կարող տարբերել իր ամենաարժանապատիվ, իր ամենաթանկ բանը, որը մարդուն հնարավորություն է տված քվեարկելու, դա վաճառել։ Ես թվում է, որ 2018 թվականից Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը մեզ ուղղակիորեն ցույց տվեց, որ արդեն վերացել է այդ կաշառքով մարդու ձենը գնելու իրավունքը, որովհետև ես հենց հիմա համարում եմ այս պահին, որ մեր հայ ազգը կանգնած է որոշման առաջ, մենք պետք է որոշենք, որն է մեզ համար, հայերիս համար, մեր փրկության ու զարգացման եւ խաղաղության գինը, մենք պետք է դա հասկանանք եւ այդ պարագայում ես երևի թե
կանրադառնամ այդ մասին ձեր ռուսական ազդեցության մասին հարցի շրջանակներում, իսկ այս պահին ես կարող եմ ասել, որ այն ջավախցիները, ովքեր իրավունք ունեն քվեարկելու, շատ համաերկրացիներ խնդրում են ինձ, խնդրում են ինձ, ինչ աջակցություն կարող են ինձ տրամադրել։ Ես նրանց ասել եմ, որ ուղղակիորեն կարող եմ միայն քվեարկել ըստ իրանց խղճի եւ մտածողությամբ, որովհետեւ այդ ամենը ինձ թվում է աշխարհում վերաբերվելիք բոլոր հայերի խնդիրն է այսօրվա խաղաղության իրավիճակը։ Բայց այնուամենայնիվ, պարոն Կարստյան, խոսակցություններ կան, չէ՞, նաև Ջավախքում, որ գումարներ բաժանվում են, մարդկանց տանում են, ես չեմ կարող կոնկրետացնել անուններ, դուք էլ կարծում եմ նույնպես ոչ էլ պետք է որ կոնկրետացնեք, բայց նման խոսակցություններ ամեն դեպքում ծավալվում են, չէ՞։ Պարոն Արգազյան, գիտեք, ժամանակ առ ժամանակ Ջավախքում ծավալվում են տարբեր խոսույթներ, քաղաքական process-ները նաև հասնում են Ջավախ եւ կարող են ասեկոսները տարբեր լինել։ Համաձայնվենք նաև, որ մենք այնտեղ ապրել ենք, մենք գիտենք, տարբեր մարդիկ այս ինֆորմացիաները ներկայացնում են տարբեր ձև, այո, այդպիսի խոսակցություններ կան եւ դա չի կարելի հերքել նաեւ, որովհետեւ այսօրվա դրությամբ մենք բոլորս սոցցանցերից տեղեկանում ենք քրեական գործերի, լսումների եւ գումար բաժանելու, այնպես որ չի կարելի բացառել այդ փաստը, քանի որ բոլորս գիտակցում ենք, որ այսօր այդ երեք կուսակցությունները ինչ են ուզում անեն առհասարակ հայոց ազգի հետ, մենք բոլորս ականատես ենք եղել եւ տեսնում ենք նրանց վարած քաղաքականությունները եւ հասկանում ենք, որ մեզ համար ամենակարևորը խաղաղությունն է։ Իսկ ընդհանուր առմամբ Նինոց-Մինդայում, Ախալքալաքում նաև ես գիտեմ, որ Ախալքալաքում եւս շատ հաճախ եք լինում, մարդկանց մոտեցումները, մարդկանց տեսակետները հակաիշխանական են, պրոիշխանական են, թե նույնն է, ինչպես որ Հայաստանում։ Հիմա նաև Հայաստանում եք դուք հաճախ լինում, ես տեսա, որ Նիկոլ Փաշինյանին աջակցող ցույցերից մեկին էիք մասնակցում, դուք շփվում եք նաև Հայաստանի հասարակության հետ եւ շփվում եք նաև Ջավախքի հասարակության հետ։ Նինոց-Մինդան եւ Ախալքալակը նկատի ունեմ։ Ինչ տրամադրություն, տարբերություն կա թե չէ։ Այո, Էդվարդ ջան, դուք առհասարակ ճիշտ եք ասում, ես ինձ բախտ է վիճակվել եւ լավ ընկերություն անել եւ Ջավախքում եւ Հայաստանում եւ ես միշտ ունեցել եմ իմ քաղաքական դիրքորոշումները եւ իմ քաղաքական դիրքորոշումներին ոչ մի բան չի կարողացել ազդել։ Որպես այդպեսին, իսկ ինչ վերաբերվում է որ Ջավախքում տիրող իրավիճակներին, Ջավախքում ես կարող եմ ասել, որ ժողովուրդը ավելի շատ պրոռուսական են, որովհետև դեռ մենք հիշում ենք, որ մեր պապերի ժամանակահատվածներից գնում էին արտագնահաշխատանքների, սովետական միության ժողովուրդն են, իսկ հիմա արդեն ժամանակ այնտեղ չկա հայկական պետականություն, որ մարդկանց հետ աշխատի, այո, չկա ներգրավվածություն եւ իսկ ինչ վերաբերվում է նաեւ ինձ զարմացնում են քաղաքական դիսկուրսները Ջավախքում ապրող տարբեր մարդկանց։ Ես կարող եմ ասել, որ Գեղարքուշիլ Մարսը շատ քաջ գիտակցում է այսօրվա իրավիճակը եւ շատ մարդիկ առողջ քննադատություններ են անում, առողջ մեկնաբանություններ են անում եւ շատ մարդիկ կարող եմ ասել, որ աջակցում են իշխանությանը։ Ինձ շատ մարդիկ են դիմում իրանց օգնության համար, ես դրա համար մենակ շնորհակալ եմ, որովհետեւ ես սիրում եմ այն քաղաքացիներին, ովքեր ունեն քաղաքական դիրքորոշում, ովքեր ուսումնասիրել են հայոց պատմությունը եւ լավ գիտեն, որ հայոց ազգի ամենակարևորագույն փրկությունների ճանապարհներից մեկը որն է եղել։ Ես այդ ամեն ինչի մասին հստակ կարող եմ ասել, որ տեսնում են, որ դուք մասնակցում եք տարբեր ցույցերի, ասում են ինչով կարող ենք օգտակար լինել, մենք էլ գանք մասնակցենք։ Այո, աջակցությամբ, ներկայությամբ, բնականաբար այն մարդիկ, ովքեր քվեարկելու իրավունք ունեն, իսկ ովքեր էլ չունեն քվեարկելու իրավունք, այդ մարդիկ նաև ուզում են գալ մասնակցել, լսել, եւ նույնը ցավում են որպես հայ մարդիկ։ Այո, օրինակ ես ձեզ էլ կառաջարկեմ, նաեւ Ջավախքում ապրող հայ մարդկանց կառաջարկեմ, ամսի 28-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրը անպայման լինեն Հանրապետության հրապարակում եւ որպեսզի կարողանան տեսնել այնտեղ
տիրող իրավիճակը, ժողովրդի խնդությունն ու երգը, որ մենք ի վերջո փակում ենք 60-ականների, 70-ական թվականների զենքի պատմությունը, հրաշալի կլիներ, ես շատ կցանկանայի, բայց սա էլ դիրք է, որը որ մենք պահում ենք, դրա համար միշտ մենք նաև կուզենամ Էդուարդ ջան, մեր ջավախքի ժողովրդին խնդրել օրդոր անել, որ նրանք կարող են տալ դիմում առ այն մասին, որ նրանք ցանկանում են տեսնել ամրաշինական աշխատանքները Հայաստանում տիրող, այսինքն կարող են նրանք գնալ բարձրանալ դիրքեր, նայել այդ դիրքերը տեսնել, քաղաքացիները իրավունք ունեն, դա դեռ պետք է ճշտել պաշտպանության նախարարությունից, այո, միգուցե նրանց թույլտվություն պետք է կատարվում, ես կխնդրեմ հնարավորինս տալ հնարավորություն այն մարդկանց, ովքեր կցանկանան ուղղակի բարձրանալ եւ տեսնել երկրի զարգացումը ինչպես է լինում, նրանք Այս կարծում եմ դա միայն Հայաստանի քաղաքացիներին այդ իրավունքը կտրվի։ Իսկ ինչ կարծիք եք պարոն Կարսլյան Ռուսաստանից հնչող սպառնալիքների մասով։ Հիմա էլ սպառնում են փաստացի գազը կտրել Հայաստանի համար, եթե Հայաստանը շարունակի իր եվրոպական ինտեգրման ուղին։ Պարոն Այվազյան, ես կարող եմ մի բան ասել ձեզ, որ անկախություն բառը իրանից ենթադրում է շարքխոր իմաստ։ Անկախության համար կարող է եւ մի քիչ մրսենք, ծաղիկները չծախվեն, գազը մի քիչ թանկանա կամ եւ այլն, մենք պատրաստ պետք է լինենք նման մարտահրավերների։ Ինձ թվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ի վիճակի այդ հարցը շատ շուրջ ժամանակահատվածներում լուծելու եւ ինձ թվում է, որ եթե այդպիսին հայտարարություն կա եւ իհարկե դրանից հետո պետք է գործի գազի մատակարարում Հայաստանի Հանրապետություն, ինձ թվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շատ շուրջ ժամանակահատվածներում կգտնի այդ հարցի վերջնական լուծում։ Այլընտրանքային ուղիներ կգտնվեն, քանի որ թրիփով այդ ամենը հնարավոր է։ Այո, ուղղակի մենք պետք է հասկանանք, որ Էդուարդ ջան, ինչպես դուք, այդպես ես, այնպես էլ գիտակից հայերը պետք է պատկերացնեն մի բան, որ այսօր ռուս ազգը անելու է ամեն ինչ, Ռուսաստանի Դաշնությունը անելու է ամեն ինչ իր խառնաշփոթություններ առաջացնելով, իր հայտարարություններով, որպեսզի ժողովուրդը դեմ լինի այս կառավարությանը, բայց ինձ թվում է, որ ժողովուրդը արդեն արել է իր ընտրությունը եւ այդ ամբողջի պատասխանը կլինի հունիսի 7-ին, ավելի ճիշտ հունիսի 8-ի առավոտյանը։ Դուք որքան հասկացա Գյումրիում եք, հա, մասնակցում Նիկոլ Փաշինյանի քայլերին եւ Այո, Էդուարդ ջան, այս քաղաքական թիմում ես ունեմ շատ ընկերներ, շատ իմ ուսանողական ընկերներն են այստեղ եւ շատ գիտակից ընկերներ ունեմ ես այս քաղաքական թևում եւ բնականաբար մեր ունեցած բնավորության համաձայն մենք չենք կարող ընկերներին թողնել այս քվեարկությունների տողբողի մեջ մենակ, բնականաբար մենք պետք է լինենք մեր ընկերների կողքին, ես անձինս քանու տպավորություններս Գյումրիից, պետք է ասեմ, որ Գյումրիում խառը իրավիճակ է քաղաքական, նախ քաղաքացիներն ունեն տարբեր դիրքորոշումներ, բայց երեկվա ամսի 25-ի հանրահավաքը ցույց տվեց մի բան, որ Գյումրին եւս ընդունում է խաղաղությունը։ Գյումրիում սիրում եմ վարչապետին եւ ես չեմ կարող գիտակցել իմ գլխում, որ կարող է մարդ պարտվել այն պարագայում, երբ ունի այնքան կամք, որ իրեն տրամադրել է ժողովրդին, բակ առ բակ, տուն առ տուն, մտնում եւ հորդորում է խաղաղության մասին։ Եվ այդ խաղաղությունը հենց մեր ազգի եւ մեր ժողովրդի փրկության միակ ճանապարհն է։ Շատ շնորհակալ ենք պարոն Կարսլյան այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ հաջողություն ենք մաղթում ձեր հասարակական ակտիվ գործունեության։ Հաջողություն եմ մաղթում ես բոլոր կուսակցություններին, բայց թող խախտի ուժեղագույնը եւ ժողովուրդը Մեր բոլորին ես չէի մաղթի հաջողություն։ Չէ, ժողովուրդը թող որոշի իր հետագա կառավարիչներին։ Հաջողություն եւ շնորհակալություն։ Ստեսություն ձեզ։